Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Նոյանտապանն է։ Եվ այժմ մենք զրուցելու ենք 1990 թվականի Գերագույն խորհրդի պատգամավոր հասարակական քաղաքական գործիչ պարոն Ազատ Արշակյանի եւ Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ պարոն Տիգրան Խզմալյանի հետ։ Ողջունում եմ պարոնայք։ Բարև ձեզ։ Բազմաթիվ հարցեր ունենք քննարկելու, բոլոր հարցերը այսօր հանրության ուշադրության կենտրոնում են։ Առաջին հարցը հետեւյալն է։ Այսօր առավոտյան հայտնի դարձավ մեզ երեք Դոնալդ Տրամփի հաստատումը, որ Հայաստան եւ նորություններ, որ Ադրբեջան է այցելելու ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ Այն, որ Հայաստան էր այցելելու, մենք գիտեինք դեռևս դեկտեմբերին, բայց նորությունը այն էր, որ Ադրբեջան է այցելելու։ Ինչ է անելու Ջեյ Դի Վենսը Հայաստանում եւ Ադրբեջանում։ Թրամփի տեղեկացմամբ Հայաստանի հետ կնքվելու է խաղաղ միջուկային համագործակցության համաձայնագիր, ամերիկյան կիսահաղորդիչների հաղորդիչներ արտադրողների հետ գործարքներ, իսկ Ադրբեջանի հետ ԱՄՆ-ում արտադրված պաշտպանական սարքավորումների, ինչպիսիք են զրահաբաճկոններ, նավակներ եւ այլն, վաճառքի մասին ուրեմն փաստաթղթեր։ Այստեղ հիշեցնենք նաև, որ մեկ օր առաջ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ Հայաստանի եւ Ադրբեջանի էներգետիկ համակարգերը փոխկապակցված են լինելու։ Հարցս լինելու է հետեւյալը. նախ Ջեյ Դի Վենսի այցի մասին այս տեղեկացությունը դրական է գնահատում այն ինչպիսի ընթացք է տրվում հայ-ամերիկյան հարաբերություններին եւ հայ-ադրբեջանական հարաբերություններին, եւ երկրորդը այդ Հայաստանի-Ադրբեջանի էներգետիկ համակարգերի փոխկապակցված լինելը անհրաժեշտ է արդյոք դիտարկել այս նույն տրամաբանության մեջ, այս նույն կոնտեքստում։ Պարոն Խզմալյան, սկսենք ձեզանից։ Սկսենք։ Ես ուշադրություն դարձրեցի, թե ինչպես է Ամերիկայի քաղաքական դաշտը, ասենք Politico հայտնի հանդեսը եւ Atlantic Council կարևորագույն իրենց քաղաքագիտական կենտրոնը անվանել այդ այցի աշխարհագրությունը։ Իրենք ասում են Caspian Region, Կասպիական տարածաշրջան։ Եվ այն, որ Հայաստանը դիտվում է այդ տարածաշրջանի մասը, այլ ոչ անգամ հարավային Կովկաս, ինչպես վերջերս էր ընդունված ասել, եւ առավել եւս ոչ հարավ-արևելյան Եվրոպա, ինչպես ես կուզեի եւ վաղուց առաջարկում էի դիտարկել մեզ, սա շատ բան է ասում եւ փոխնախագահ Վենսի եւ Տրամփի ծրագրերի մասին, որովհետեւ սա պետք է դիտել ավելի լայն ենթատեքստում։ Հայտնի է, որ Դավոսում պաշտոնապես առաջարկվեց եւ փաստորեն սկսեց իրականացվել Տրամփի այլ նախագիծը, խաղաղության խորհուրդ, որտեղ հրավիրվեցին Փաշինյանը եւ Ալիևը։ Եվ եթե մենք նայենք այս տրամաբանության մեջ, մենք կտեսնենք, որ խաղաղության խորհուրդը շատ նման է իսլամական լիգայի կամ եթե ցանկանաք եվրասիական, ասենք, տնտեսական խորհրդի կազմին, որովհետև այնտեղ Թուրքիայից մինչև Պակիստան, Կենտրոնական Ասիայի երկրներն են եւ զարմանալիորեն այնտեղ հայտնվում է Հայաստանը, Միացյալ Նահանգների հետ միասին։ Եվ ես չեմ կիսում այդ հրճվանքը այդ կապակցությամբ, ինձ թվում է, որ մեզ հերթական անգամ ականջից բռնած բերում են մի նախագծի մեջ, որպես օբյեկտ, որպես գործիք, այլ ոչ թե որպես քաղաքական գործոն եւ քաղաքական սուբյեկտ։ Ինչու եմ ես այդպես կարծում, որովհետեւ նախ Տրամփի այս նախագիծը մերժվեց այն երկրների կողմից, որոնց հետ հարաբերությունները եւ համագործակցությունը ինձ թվում է Հայաստանի համար կենսական կարևոր, շատ ավելի ապահով մեր երկրի անվտանգության համար, քան Տրամփի Ամերիկայի հետ։ Ես հիշեցնեմ, որ Միացյալ Նահանգների առաջարկը մերժվեց Եվրոպական միության հիմնականում մերժվեց բացի Հունգարիայից եւ կարծեմ Բուլղարիայից։ Ընդ որում ոչ թե մերժվեց շրջանցելով, այլ հենց գաղափարական, սկզբունքային քաղաքական պատճառներով մերժվեց։ Մերժվեց դա մի շարք այլ երկրների կողմից, Կանադայի,
Մեծ Բրիտանիա է, որը Եվրամիության անդամ չէ, եւ դա շատ կարեւոր հանգամանք է, որովհետեւ եթե մենք տեսնենք ում դեմ է այդ խաղաղության խորհուրդը, որը Թրամփը առաջարկում է եւ ներկայացնում է իբրև կվազի ՆԱՏՕ, այսինքն փոխարինել, կներեք, կվազի ՄԱԿ, դա կոչված է ըստ Թրամփի եւ Վենսի փոխարինել միավորված ազգերի կազմակերպությունը։ Եվ եթե մենք նայենք աշխարհագրությանը, ապա այնտեղ մենք կտեսնենք երկու հստակ թիրախ։ Առաջինն է դա Չինաստանը։ Փաստորեն այս ԽԽ-ն խաղաղության խորհրդի աշխարհագրությունը շրջափակում է Չինաստանին։ Մյուս կողմից մյուս թիրախն է դա Եվրոպան, Եվրամիությունը։ Եվ մենք պետք է հասկանանք, որտեղ ենք մենք հայտնվել։ Եվ ով է փաստորեն գործիքը Թրամփի։ Գործիքն են Թուրքիան եւ Ադրբեջանը, հիմնական գործիքները։ Կենտրոնական Ասիայի երկրների հետ։ Որքան է հեռանկարային այս ծրագիրը, որքան այն կտևի եւ ինչ հետևանքներ դա կունենա մեզ համար։ Ես խիստ կասկածում եմ, որ դա բարենպաստ է եւ ես շարունակում եմ կարծել, որ այստեղ Հայաստանը վաղուց արդեն պետք է կատարեր այլ ընտրությունը, որի մասին Դավոսում շատ էր խոսում։ Այդ մասին փայլուն ճառեր Դավոսում ասեցին Կանադայի, Ֆինլանդիայի, Բելգիայի վարչապետները, բացատրելով, որ այն ինչ առաջարկում է Թրամփը եւ այն ինչից հրաժարվում է Եվրոպան ու տվյալ դեպքում նաև Կանադան, դա երկու մոտեցումներ են։ Մեկը հիմնված է օրենքի ուժի, արժեքների վրա, միջազգային իրավունքի, մյուսը ուժի օրենքի վրա, բռնության օրենքի եւ այս առումով իհարկե շատ ավելի բարենպաստ է այդ տարբերակը, Թրամփի տարբերակը Ալիևի համար, ով անբռնազբոս եւ անամոթ կերպով Դավոսում խոսում էր, որ այո, մենք մտել ենք ուժի օրենքի դարաշրջան եւ այո, մենք այդպես էլ գործում ենք եւ ինքը զգում է Թրամփի աջակցությունը։ Ահա ինչու այդ այցը, որի մասին դուք ասեցիք, ունի շատ հստակ քաղաքական երկու նպատակ։ Հայաստանը այստեղ կցորդ է եւ շատ հետաքրքիր է ինչպես Թրամփը ձևակերպեց։ Կարդանք Թրամփի տեքստը եւ մենք կտեսնենք Վենսը գալիս է ռազմավարական հարաբերություններ հաստատելու եւ ամրապնդելու to strengthen strategic partnership ռազմավարական համագործակցությունը Ադրբեջանի հետ եւ ստորակետից հետո գեղեցիկ համաձայնագիր կնքել Հայաստանի հետ խաղաղ միջուկային էներգետիկայի վերաբերյալ։ Եվ իհարկե դուք ճիշտ եք, սա չի կարելի դիտել էներգետիկաների համակարգերի միավորման Փաշինյանի հայտարարության բավական անսպասելի եւ շատ խնդրահարույց, որովհետեւ միավորել ցանկացած երկրի տնտեսության ռազմավարական մասը, էներգետիկան դա ողնաշարն է տնտեսության, այսինքն անկախության երաշխիքն է։ Մենք լսեցինք, որ Փաշինյանը առաջարկում է միավորել մեր էներգետիկան մի երկրի հետ, որը ոչ միայն խաղաղ պայմանագիր չի կնքել Հայաստանի հետ, որի զորքերն են գտնվում զավթիչ զորքերը մեր երկրի տարածքում, անգամ այն տարածքում, որը Փաշինյանն է ցույց տալիս որպես ինքնիշխան Հայաստան, որի բանտերում մեր ռազմագերիներն են, եւ ասել, որ մենք ընդունում ենք այս առաջարկը եւ հետո մենք կանցնենք խաղաղ գործընթացին, դա մեղմ ասած տարօրինակ է, եթե չասեմ ավելի խիստ, որովհետեւ սա նշանակում է, որ մենք վկայենք 1920 թվականի Թուրքիայի եւ Ադրբեջանի Հայաստանի կլանման գործընթացի շարունակությանը։ 20 թվականին, եթե թույլ տաք ես ավարտեմ, 1920 թվականին Լենինը Թուրքիային նվիրեց Արևմտյան Հայաստանը եւ Նախիջևանը, Ադրբեջանի հետ կիսելով այն։ 2020-ից 23 թվականը Պուտինը նվիրեց Ադրբեջանին Արցախը եւ մնում էր Սյունիքը եւ փաստորեն ամենակարևոր հանդիպումը, որի մասին քիչ է խոսում Հայաստանում, դա ոչ թե Դավոսի հանդիպում, դա ոչ թե հանդիպումներ Թրամփի եւ Փաշինյանի կամ Թրամփի եւ Ալիևի հետ, իմիջիալոց Փաշինյանի հետ հանդիպումը մի քանի րոպե տևեց, իսկ մի քանի ժամ տևեց Թրամփի հանդիպումը Ալիևի հետ, եւ Ալիևը այնտեղ հանդիպեց
ամենամեծ համաշխարհային ամենամեծ ներդրող կորպորացիա BlackRock-ի հետ, որի կարծեմ ֆինանսական մասը կազմում է 14-ից 15 տրիլիոն դոլար, ոչ թե միլիարդ, տրիլիոն, 15 տրիլիոն դոլար, դա գերպետություն է, գերտերություն է ֆինանսական աշխարհում։ Եվ ինչի մասին էր Ալիևը խոսում BlackRock-ի հետ։ BlackRock կորպորացիան կանգնած է ժամանակ արդիական է քաղաքականության բոլոր պատերազմների թիկունքում, որպես ռազմաարտադրություն, որպես կոմունիկացիաների վերահսկող Պանամայից մինչև Սուեծ եւ այլն եւ այլն։ Եվ այստեղ խոսքը այն մասին է, որ BlackRock-ն է լինելու այն ամերիկյան կազմակերպությունը, որը առաջարկելու է Թրամփին կամ որին Թրամփն է առաջարկել Սյունիքի այդ ռազմավարական ճանապարհի վերահսկողությունը, եւ տեսեք BlackRock-ը ոչ թե Հայաստանի, այլ Ադրբեջանի նախագահի հետ է հանդիպում եւ պայմանավորվում Սյունիքի Միջանցքի կամ ինչպես ասում են Թուրքիայում եւ Ադրբեջանում Զանգեզուրի Միջանցքի վերահսկողության մասին եւ այդ 74%-ը, որը Փաշինյանը արդեն զիջում է ամերիկյան կողմին, պայմանավորվում են այն մասին, որ Ադրբեջանը մտնելու է նաև այդ 74%-ի մեջ, որովհետև Ադրբեջանը առաջարկում BlackRock-ին շինարարական եւ վերահսկողական ենթակառուցվածքային մեխանիզմներ, ասելով, որ մենք ճանապարհներ արդեն կառուցում ենք, մենք ձեզ կօգնենք եւ այլն եւ այլն։ Այսինքն իրականում Դավոսում Փաշինյանի ներկայությամբ լուր համաձայնությամբ խոսվեց ոչ միայն էներգետիկ համակարգերի միավորման, այլ Սյունիքի վերահսկողության մասին։ Պարոն Խզմալյան, մեկ հարց ճշտող, որպեսզի արդեն հարցս ուղղեմ նաև պարոն Արշակյանին, այսպիսով հանրագումարի բերելով ձեր ասածը կարելի է այսպես ձևակերպել, եթե ես սխալվում եմ, ինչպես միշտ կխնդրեմ ինձ ուղղել։ Հայ ամերիկյան հարաբերությունները ըստ ձեզ վտանգներ են պարունակում ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունների պայմաններում, այո։ Ավելի վատ է իրավիճակը, չկան հայ-ամերիկյան հարաբերություններ։ Կա Միացյալ Նահանգների Թրամփի ադմինիստրացիայի գերակա շահը այս տարածաշրջանում, որը կրկնում են, իրենք դիտում են որպես կասպիական շրջան, եւ Հայաստանի շահերը այնտեղ ածանցիալ են եւ ենթակա են Միացյալ Նահանգների այն ծրագրի, որը ուղղված է եւ որի կրողն է եւ իրականացնողն է Թուրքիան եւ Ադրբեջանը։ Շնորհակալություն։ Այսինքն դուք ասում եք այո, հայ-ամերիկյան հարաբերությունները վտանգներ են պարունակում Հայաստանի համար։ Թրամփի օրոք ճիշտ այնպես, ինչպես 2020 թվականի Թրամփի ադմինիստրացիայի օրոք էր պատերազմը, աղետը եւ այնինչ ստացանք մենք արդեն։ Շնորհակալություն։ Նույն հարցը ձեզ, պարոն Արշակյան, սկսենք այդ վերջից կամ կարող եք հենց սկզբից սկսել փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը Հայաստան, դա շարունակություն է օգոստոսի 8-ին այն ինչ եղել է Վաշինգտոնում պայմանավորվածությունների եւ Հայաստանի մասով եւ Ադրբեջանի մասով, կարծես թե փորձում է հաստատողտավորվել այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Վաշինգտոնում։ Պարոն Խզմալյանը տեսնում է վտանգներ հայ-ամերիկյան հարաբերությունների մեջ։ Նա ներկայացրեց իր դիտարկումները։ Դուք տեսնում եք նույն ձևով վտանգներ, թե տեսնում եք, որ ամեն ինչը հաշվարկված է եւ Հայաստանը կառավարում է այդ վտանգները։ Վտանգները միշտ կան, անկախ Ամերիկայի Միացյալ Նահանգների ներկայությունից թե բացակայությունից։ Մեր տարածաշրջանը այդպիսին է։ Եվ ոչ միայն մեր, պարզվում է, որ Գրենլանդիան էլ ապահով երկիր չէ, Դանիան ապահով երկիր չի։ Դա ես համարում եմ որպես զրոյական, կանխավարկած։ Այո, որ վտանգ կա։ Մենք պետք է զգոն լինենք։ Իսկ գլխավոր խնդիրը ես համարում եմ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները ունի իր համար, իր շահերը սպասարկող հատուկ ծրագիր։ Դա բազմաբևեռացումն է իր հսկողության տակ։ Այմա խոսում է միաբևեռության մասին, բազմաբևեռության մասին։ Մեր աչքի առաջ եւ մեր մասնակցությամբ ձևավորվում է նոր բևեռ, ուժային, տնտեսական, քաղաքական բևեռը ձևավորում եւ լավ է, որ մենք մասնակցում մենք դրան։ Օրինակ մեր հարևան Վրաստանը չի մասնակցում։ Դա տագնապալի է։ Նա դուրս է մնում։ Նա ինքը չհամաձայնվեց որքան գիտեմ։ Հա, իր ցանկությամբ։ Նա ոչ թե վռնդեցին, այլ ինքը չցանկացավ։ Լավ չհրավիրեցին։ Ես դες ասեմ, լավ հրավիրեին, Վրաստանը կմիանար, որովհետեւ Մեզ լավ են հրավիրել, պարոն։ Մեզ շատ լավ են հրավիրել։ Մեզ շատ լավ են հրավիրել։
այդ օգոստոսի 8-ի հայտնի պայմանագիրը եւ հենց թեկուզ այդ հայտարարությունը, այսինքն մենք արդեն ունենք այն բոլորը, ինչ որ Ադրբեջանը դեռ ակնկալում է կստանա այդ ստրատեգիական համագործակցությունը։ Միանշանակ է, որ Հայաստանի կարգավիճակը Ամերիկայի Միացյալ Նահանգների այդ ցանկում շատ ավելի բարձր է, քան թե Ադրբեջանինը, բայց մենք պետք է հաշվի առնենք, որ Ադրբեջանը դա թուրքական աշխարհի մի մասն է եւ դա լուրջ տնտեսական ռեսուրս է։ Տեսեք, դա լուրջ տնտեսական ռեսուրս է։ Մենք մրցակից չենք։ Մենք չպետք է մեզ համարենք թուրքական աշխարհի մրցակիցը։ Այդ իմաստով թողնենք հանգիստ։ Այնտեղ նավթ կա, մարդ կա, չգիտեմ, ճանապարհներ կան, ջուր կա, ծով կա, մենք մրցակից չենք։ Դա հանում ենք մի կողմ։ Մեզ համար կարևոր է, որ մեր տարածաշրջանում ձևավորվում է հատուկ, ես չգիտեմ, դա միայն ուժային է, որտեղ միջուկային տերություն էլ կա, այսինքն ատոմային տերություն, Պակիստանին կցեցին այդ խմբին։ Ես համարում եմ, որ լավ է, որ մենք մասնակցում ենք, մենք այնտեղ զոհ չենք, մոռացված չենք, անտեսված չենք, եւ հաջորդը, որ ես շատ կարևոր եմ համարում, փոխադարձ կապվածության, կախվածության եւ հակակշիռների մասին է։ Այդ էներգետիկ ծրագիրը ես կարծում եմ, որ դա ամերիկյան չի։ Դա հայտնի է, հին բանաձևերից մեկն է, քաղաքակրթությունը դա ունի։ Փոխադարձ կախվածությունը ապահովում է նաեւ անվտանգություն։ Ես կարծում եմ, որ էներգետիկ ծրագիրը մանավանդ առանձնահատուկ նշում են, որ միջուկային էներգետիկա է լինելու։ Այսինքն նավթային էներգիա այստեղ այնքան կա, ընդհանրապես Հայաստանում պետք չէ ատոմակայան կառուցել, կողքը գազ ու նավթ է, այստեղով է անցնում գազն ու նավթը, ու ես կարծում եմ, որ հաջող էր դա, որ մեզ չեն անտեսել, որ մենք մասնակցում ենք, ու մենք շատ կարևոր է, որ ես ուզում եմ պաշտպանել մի հատվածում իմ ընկերոջը, Տիգրան Խզմալյանին, որ մենք նաև Եվրոմիությանը հայտ ներկայացրած երկիր ենք, ու Եվրոմիությունը ընդառաջ է գնում, կամ հակառակը շուրտանք, Եվրոմիությունը նույնպես գլխավոր պետությունները արևմուտքի, քանի որ Կանադան եւ Բրիտանիան էլ կան, արևմուտքի գլխավոր պետությունները այս նոր խմբավորում ասենք, այս նոր ալյանսին չեն մասնակցում, միավորմանը չեն մասնակցում, բայց մեզ հրավիրում են, իրենք գալիս են Հայաստան, իրենք այստեղ մասնակցում են իդեմս Հայաստանի, կարծում եմ հաջող բան է դա։ Շնորհակալ եմ։ Պարոն Արշակյան, երկու ճշտող հարց։ Պարոն Խզմալյանը հիշեցրեց, որ Թրամփի հայտարարության մեջ, այս J.D. Vance-ի այցի հետ կապված, նշված էր, որ այցը լինելու է Կասպյան տարածաշրջան։ Արդյոք Հայաստանը Կասպյան երկիր է, ինչու է այդպես դիտարկվում Հայաստանը այսուհետ։ Միավորումն է Կասպյան, Սևծովյան կա, Միջերգրական կա, Բալթյան, սա իրոք Կասպյան միավորում է, որտեղ Միջին Ասիան, մենք այդպես ենք ասում, Կենտրոնական Ասիան կա, Ադրբեջանը, Իրանը դա չի կաշկանդում այդ ձևը։ Չէ, իհարկե, դա Կասպից ծովը ինձ չի վիրավորում։ Մի խոսքով այս ամբողջի մեջ դուք վտանգներ չեք տեսնում, հավելյալ վտանգներ։ Դուք ասում եք, դե այո, Գրենլանդիան անգամ իրեն անվտանգ չի զգում, դա հասկանալի է, բայց այս այցը, հայ-ամերիկյան հարաբերությունները, հայ-ադրբեջանական հարաբերությունները ձեզ չեն անհանգստացնում, դուք համարում եք, որ նորմալ հունով գնում են։ Ոչ դրական եմ համարում, ես ոչ միայն համարում եմ նորմալ, այլ համարում եմ, որ դրական գործընթաց է, մենք այս տարածաշրջանում ավելի կարևոր դեր կստանձնենք, մեզ արդեն նվիրվել է այդ կարևոր դերը, առանձին, հենց այդ ոչ մահմեդական լինելը, ոչ բռնապետություն լինելը, այսինքն այն ինչ որ մենք ունենք, որպես Եվրոպայի համար, Եվրոմիության համար գործընկեր, դա կաշխատի այստեղ, դրական է, մենք այստեղ արտոնյալ ենք կարծում եմ, այ արտոնության մասին է խոսքը, մենք այս միության մեջ արտոնյալ կարգավիճակ կունենանք, եթե մենք դրա այդ ուղղությամբ աշխատանք կատարենք, չքնենք։ Շնորհակալություն, միությունը նկատի ունեք խաղաղության խորհուրդը, չէ՞։ Այո, իհարկե, դրա մասին է, չէ՞ խոսքը։ Այո։ Պարոն Խզմալյանը եւս հիշեցրեց եւ ես հիմա կասեմ, պարոն Խզմալյանը ասեց մերժեցին եվրոպական երկրները, Եվրոմիության երկրները, ես կասեմ անգամ բոյկոտեցին, ես ամենայնպես դա որպես բոյկոտ գնահատեցի։
դա եթե եվրոպական երկրները Եվրամիությունը բոյկոտեց կամ մերժեց այդ խաղաղության խորհրդին անդամակցելը, մեզ համար մեր փոխհարաբերությունների վրա դա չի ազդի Հայաստանի եւ Եվրամիության։ Դրական ազդեցություն կունենա։ Մրցակից այդ խորհուրդը Եվրամիության արևմուտքի համար, ասենք, տեսեք, արևմուտք ենք ասում, բայց Միացյալ Նահանգները նույնպես կան։ Արևմուտքի համար մրցակից կենտրոն է վճիռներ կայացնող։ Այդ է կարևորը։ Ես կարծում եմ, որ այդ ֆրագմենտացիան, որ հիմա ես կարծում եմ, որ կշարունակվի Հնդկաչին, Հարավային Ասիայում նույնպես կարող են այդպիսի մի ժամանակային ասիաններ, մասիաններ։ Ես կարծում եմ, որ դա մեզ Եվրամիությունը խանդում է, մրցակից կազմակերպություն է ստեղծվում, միավորված ազգերի կազմակերպության նման մի բան, հա իհարկե, որտեղ Եվրամիությունը եւ կենտրոն աշխարհ է տեսնում, թող մրցակից լինի, թող իրենք մրցեն ու մեզ շատ տան, մեր դերը թող ավելի կարևոր դառնա այդտեղ, որպես Եվրամիության ասոցիատիվ արդեն անդամ։ Ահա, պարոն Խուզմալյան, համաձայն եք այս դիտարկման հետ։ Ոչ, ամենայն հարգանքով։ Եվս երկու ուղում նախ Տրամպի հայտարարության մեջ չէ, որ ասված է Caspian Region, Կասպիական տարածաշրջան, դա ասված է Atlantic Council-ի, Politico-ի, այսինքն քաղաքագիտական կենտրոնների, որոնք հնչեցնում են այն, ինչ քաղաքական գործիչները երբեմն չեն ասում, սա մեկ։ Երկրորդը պարոն Արշակյանն ասաց, որ Հայաստանը Եվրամիությանը հայտ ներկայացրած պետություն է, ոչ։ Հիշեցնեմ, որ ամբողջ խնդիրն այն է, որ Հայաստանը չի ներկայացրել հայտ Եվրամիություն, եւ վերջին 24 ժամերի ընթացքում մենք ողբերգական զարգացում ենք տեսնում, այն որ դիտորդների առաքելությունը հայտնել է, որ պատրաստվում է հեռանալ Հայաստանից, Եվրամիության դիտորդների առաքելությունը, եւ դա իհարկե արված է Երևանի որոշմամբ, եւ դա իհարկե հերթական զիջումն է Ալիևի պահանջներին, որովհետև դա մեզ համար իրական անվտանգության գլխավոր երաշխիքն էր, որովհետև Եվրամիության դիտորդների առաքելության հիման վրա էր, որ պետք է կառուցեր Հայաստանը իր անվտանգության ռազմական բաժինը, այստեղ Ֆրանսիայի, Գերմանիայի, Լեհաստանի զորքերը առաջարկելով իրենց համատեղ բազա ռուսականի փոխարեն կամ հենց Սյունիքում այն բազաները, որ ունեին այդ դիտորդները, պետք է դառնային մեր անվտանգության, զինվորական, ռազմական անվտանգության հենքեր, ցավոք սրտի մենք տեսնում ենք, որ եւս մեկ քայլ է արվում Եվրոպայից հեռու, եւ այն, որ դուք նկատառում արեցիք Եվրոպան բոյկոտումը, ինչու է բոյկոտում, այնտեղ կրկնում եմ, ասվում է արժեքների տարբերության մասին, ահա ինչու ես համարում եմ, որ երկու հիմնական պատճառներով այս ԽԽ-ն խաղաղության խորհուրդն այդպես կոչված խիստ ժամանակավոր է եւ երկար կյանք չի ունենա, պատահական չէ, որ Թրամփը ընդամենը 3 տարով է նշել ժամկետը եւ ասել է, որ նա ֆինանսական ղեկավարությունն է կատարել, ինչու 3 տարի, ինչու ոչ 4, ոչ 10, 30, որովհետեւ նա գիտի, որ իր ժամկետը ավարտվում է 3 տարուց եւ դրանից հետո ոչ մի ԽԽ չի մնա, ավելին չի մնա նաև այս նախագիծը, իհարկե չի մնա մի քանի պատճառներով, ոչ միայն Եվրոպան է դեմ այդ նախագծին, որը ըստ եվրոպացիների ուղիղ ասելու Բելգիայի, Ֆինլանդիայի, Կանադայի նաև վարչապետները ուղիղ են այդ մասին խոսում, սա մարտահրավեր է միջազգային օրենքին, արժեքային համակարգին, քաղաքակրթական այն սկզբունքներին, որի վրա հիմնված էր Եվրամիությունը եւ վերջին 80 տարվա միջազգային կարգ ու կանոնը։ Բացի դա, չմոռանանք, որ մարտավերը հղված Չինաստանին, միջալուց Ռուսաստանին եւ Բելարուսին առաջարկել են եւ Պուտինը չի համաձայնվել եւ չի համաձայնվել այդ ԽԽ մտնել ամենայն հավանականության, գիտեք ինչու։ Ոչ թե որովհետև նա կիսում է եվրոպական արժեքները, իհարկե ոչ, որովհետև նա տեսնում է երկրորդ թիրախը, Չինաստանը, եւ նա չի կարող իրեն թույլ տալ հակադրվել Չինաստանին, որովհետև նա
չափազանց շատ է կախված Չինաստանից։ Եվ ահա ինչու ես վստահ եմ, որ Կենտրոնական Ասիայի երկրները, որ այսօր այդքան մեծ պատրաստակամությամբ համաձայնվեցին այդ նախագծին, վաղը իրենք անհայտանալու են այդ նախագծից, ինչու, որովհետև Ամերիկան չի կարողանալու փոխարինել իրենց համար Չինաստանը։ Չինաստանը թույլ չի տան նման բանի։ Եվ երկրորդ կամ երրորդ արդեն կարևորագույն գործոնը։ Չմոռանանք, որ օգոստոսի 8-ի նախագիծը, որը շարունակվում է հիմա մեր աչքի առաջ, ուներ մեկ չհայտարարված, բայց խիստ կարևոր ամերիկացիների համար եւ Իսրայելի համար նպատակ։ Դա Իրանի մեկուսացումն էր։ Եվ ես ձեզ հիշեցնեմ հիմա ամենակարևորը։ Բանն այն է, որ վերջին շաբաթների զարգացումները կտրուկ փոխել են այդ նախագծի այդ մասը, այդ իմաստը։ Միացյալ Նահանգները եւ Իսրայելը հիմա ոչ թե փորձում են մեկուսացնել Իրանը, իրենք փորձում են իրականացնել այնտեղ իշխանափոխություն։ Մենք բոլորս հասկանում ենք, որ Միացյալ Նահանգները, որտեղ ապրում է Ռեզա Շահ Փահլավին, եւ Իսրայելը, որը ակտիվորեն ներգրավված է այս ամեն ինչի մեջ, անչափ շատ են ուզում, որ Իրանը դառնա արևմտամետ երկիր։ Կներեք իշխանափոխություն թե համակարգային փոփոխություն։ Ես կարծում եմ տվյալ դեպքում դա նույնն է, բայց ինչն է այստեղ կարևոր։ Եթե դա իրականացվի, իսկ մենք տեսնում ենք, որ Միացյալ Նահանգները ուժեր են հիմա կուտակում Իրանի շուրջը, եւ Իսրայելը շարունակում է պատրաստել ինչ որ գործողություններ, որոնք օգնելու են փաստորեն ապստամբությանը։ Եթե դա լինի այդպես, եթե դա իրականանա, ապա Իրանի մեկուսացման այս ծրագիրը դառնում է անիմաստ, որովհետև ճիշտ հակառակը Իրանը պետք է օր առաջ եւ արագորեն ներքաշվի արևմտյան եւ նախ եւ առաջ միջալոց եվրոպական տնտեսական եւ քաղաքական դաշտ, եւ սա նշանակում է, որ դա մեր փրկությունն է լինելու։ Դա է լինելու փրկությունը, որովհետև մենք ոչ թե Կենտրոնական Ասիայի, Ադրբեջանի եւ Թուրքիայի մասն ենք լինելու, ինչպես հիմա ամերիկացիները մեզ ծրագրում են, այլ Եվրոպայի ծրագրով մենք լինելու ենք Եվրամիության անդամ։ Ահա ինչու, եթե մենք մարտ ամսին անցյալ տարի 10 ամիս առաջ ներկայացնենք այն հայտը, որը դուք երևի պատահաբար անվանեցիք ներկայացված, իրականում մենք չենք լինի այդքան խոցելի հիմա, որովհետև մենք կունենանք Եվրոպայի պաշտպանություն այնպես, ինչպես այն ունի հիմա Ուկրաինան։ Պարոն Արշակյան, դիտարկում ունեք թե ոչ, եւ այստեղ լրացուցիչ մեկ հարց։ Պարոն Խուզմալյանն ասաց, որ Ռուսաստանը չմտավ, ես ճիշտ ասած չեմ տեսել մերժել է վերջնական թե չէ, որովհետեւ մինչեւ այսօր առավոտյան ես առավոտվանից եթերում եմ, ոնց որ թե Ռուսաստանը հստակ պատասխան չէր տվել։ Հստակ պատասխան արդեն հնչել է թե ոչ, պարոն Խուզմալյան։ Անուղղակիորեն հնչել է այն առումով, որ զուգահեռ դրան Թրամփը առաջարկել էր խաղաղ պայմանագիր եւ Պուտինը փաստորեն մերժել է եւ 2-3 օր տևողության նախատեսված Աբու Դաբի հանդիպումը մեկ օրում ավարտվեց, որովհետեւ Պուտինը ասաց, որ տարածքային զիջումներ չի անի Ուկրաինայում, հետեւաբար խաղաղություն չի լինի։ Հետեւաբար նա չի միանում խաղաղության, այսինքն անուղղակիորեն մերժեց այո։ Բայց կապեցիք Չինաստանի հետ նաեւ։ Իհարկե, դա ակնհայտ է։ Փաստորեն Չինաստանի հետ կապելով Ռուսաստանը չմտավ, բայց պարոն Արշակյան, Հայաստանը մտավ։ Հայաստանին չանհանգստացրեց եվրոպական երկրների հետ իր հարաբերությունները։ Այմ առաջին հարցն էր դրան վերաբերում եւ հիմա նորից ես ընդգծում եմ, արդյոք Հայաստանի արչեւ կար այդպիսի խնդիր միանալ խաղաղության խորհրդին, նշանակում է գնալ ամերիկյան կողմը դեպի, քանի որ այժմ բոլորիս համար հայտնի է, որ Միացյալ Նահանգները եւ Եվրոմիությունը, եվրոպական երկրները խիստ լարված են նրանց հարաբերությունները եւ այսպես Հայաստանը ինչ որ որոշում է կայացրել ուղղվածության դեպի Միացյալ Նահանգներ, համարում է արդյոք Հայաստանը, որ հենց Միացյալ Նահանգներն են երաշխավորը լինելու անվտանգության Հայաստանի եւ ոչ Եվրամիությունը։ Եվրամիությանը ասեց ոչ, Հայաստանը գնալով խաղաղության խորհուրդ։ Եվրամիությանը չասեցինք ոչ, եւ Եվրամիությունը եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ Բրիտանիան եւ Հարավային Կորեան, մենք այդպես հայտարարել ենք ուղղակի, ինչպես ուղիղ եթերում Հայաստանի Հանրապետության վարչապետն ասեց հիմա, հենց հիմա
հայտ եմ ներկայացնում, ընդունեք, ինչքան կարող եք, այդքան մենք գալիս ենք Եվրոպա։ Բայց հայտը խոսքով են ասում, թե հայտը Դե գժում գիտեք են, ինչ, ներկայացնում են իսկապես։ Մեր համար, որպեսզի մենք հիմա այ մեր զրույցը առարկա ունենա, մարդն ասեց, որ լսեք, ես հենց հիմա հայտարարում եմ, ձևը որն է, այդ չդարձավ ՕԴԿԲ-ի հետ սակարկումը, ասեց, մենք հենց հիմա պատրաստ ենք Եվրոմիություն մտնելու, դուք պատրաստ եք մեզ ընդունելու, այսինքն ճիշտ այն չափով, որ մենք կպատրաստվենք, ես այդ հարցում համաձայն եմ Տիգրան Խզմալյանի հետ, որ հարկավոր է պատրաստվել օրենքը, ստանդարտները ընդունել։ Մենք հենց այնպես Եվրոմիությունը բանը չի, որ դուրը բացեցին ներս մտար դարպասները։ Չէ, պետք է մենք համապատասխանենք այդ պահանջներին, որ Եվրոմիությունում ընդունված են։ Հենց այդ ուղղությամբ աշխատանքներ կատարվում են։ Ես ձեզ ասեմ, որ 4 տարի մենք դրա վրա աշխատել ենք։ Սերժ Սարգսյանի օրոք 3 տարի 8 ամիս Հայաստանի Հանրապետությունը իր օրենքները համապատասխանեցրել է ստանդարտներ ասեմ։ Այդ մինչ 13 թվականի մասին է Այո, խոսքը։ մինչ 13 թվականը համապատասխանեցրել, այսինքն բավական լուրջ աշխատանք արված է, այսինքն մենք չենք մերժում Եվրոմիությունը, նույնիսկ Նիկոլ Փաշինյանի բանաձևը ինձ համար ընդունելի է։ Կընդունեք, չընդունեք, մենք եվրոպական արժեքներով ինքներս կապրենք։ Այսինքն պատկերացնում եք, եթե կընդունեք լավ, եթե չենք ընդունում, միևնույն է մենք բարձր մակարդակի արժեքներով ապրող պետություն ենք դառնալու, ուզում ասեմ, որ դրա մեջ ես վտանգ չեմ տեսնում, մրցակցություն չկա եւ Եվրոմիության հետ, եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները, երբ որ գալիս է տարածաշրջան ու ասում է ծրագիր ունեմ, ես չեմ կարծում, որ մենք պետք է ասենք, իսկ մենք այլ բան ենք մտածում, իսկ մենք ձեզ չենք ընդունում։ Ռուսաստանը հրաժարվեց, որովհետեւ Ռուսաստանը իջավ դարձավ Հայաստանի մակարդակի պետություն։ Այդ դա էր կարևոր, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները տողան են հրավիրել, ռուսերեն ասում են կանգնի, տարով որտեղ է ձեր տեղը։ Առաջինը Անա, Արմենիան եւ ինչ ասում ինքը Ադրբեջան։ Աբերը հետո Արմենիան դու էլ գնա նախավերջում կանգնի։ Այ Ռուսաստանը դա չի կարող ընդունել, որ իրեն կանչում են միտեղ որպես շարքային։ Այն շարքային Ռուսաստանը իրեն չի տեսնում։ Դա լավ է։ Ռուսաստանը վտանգ չկա։ Եվրոմիության դիտորդները, եթե մեր հարաբերությունները, եթե Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահը գալիս է Հայաստան եւ Ադրբեջան ու ծրագրերը պարտադրում մեզ, ես ցավոք սրտի պետք է ասեմ, որ դրանք պարտադրված ծրագրեր են, որ հիմա համապատասխանում են մեր շահերին։ Այ մեզ պարտադրում են մի բան, որ մեզ հաճելի է։ Այ ինչպես է ստացվել, որ համ Ադրբեջանի շահերին է համապատասխանել եւ Հայաստանի շահերին է պատասխանել։ 1000 տարի, որ մենք պարսիկ ասում ենք, դրանք էլի ադրբեջանցիներ էին։ 1000 տարի սելջուկները ինչ եկել չեն եկել, մենք ադրբեջանցիների հետ նույն պետության մեջ ապրել ենք։ Այս 70 տարին կամ 200 տարին չեմ հաշվում։ Դրա մեջ առանձնապես բան չկա, հարկավոր է մրցունակ լինել, շահել։ Մենք Ադրբեջանի հետ կարող ենք նույն էներգետիկ, նույն ենթակառուցվածքների տարածքում լինել, հարկավոր է շահել, օգուտ քաղել դրանից։ Դրա մեջ ես վտանգ չեմ տեսնում, որովհետև եթե ցարական Ռուսաստանը հեռացել է, դրան փոխարինում է անգլոսաքսոնական Ամերիկայի Միացյալ Նահանգները, դա է տեղի ունեցել։ Ուրեմն Ծվերդախլեբովի փոխարեն եկել է հիմա Վենսը, նույն բանն են ասում, նրանք էլ էին նույն բանը ասում։ Ռուսական իմպերիան հենց որ մուտք է գործել այս տարածաշրջան, ասել է ինտեգրացիա, իրար հետ պետք է անեք դա։ Հիմա էլ ամերիկացիները եկել են, այդ ռուսական ծրագիրը դրել են մեր առաջ արդեն եվրո մակարդակով։ Ես կարծում եմ դրա մեջ վտանգ չկա, հարկավոր է բարձր մակարդակով դա անել։ Մենք պետք է դրանից օգուտ քաղենք։ Շնորհակալ եմ, պարոն Խզմալյան, դուք այդ լավատեսությունը կիսում եք, թե ոչ։ Ես ուզում եմ շարունակել ձեր միտքը եւ եթե հասնենք, գիտեք, եթե որևէ միտք հասնում ես աբսուրդի, տեսնում ես ճիշտ է դա թե ոչ, եկեք ես շարունակեմ։ Այո, Սովետական Միությունը եկել է եւ ասել է Հայաստանին եւ այն ժամանակ Ադրբեջան չկար, Կովկասյան թաթարներին եւ ինչ է արել, օրինակ Նախիջևանը անվանել էր ինքնավար պետություն եւ Նախիջևանի դրոշի վրա նաեւ հայերը ներգրված Նախիջևանի
ավտոնոմ հանրապետություն, գրված էր արաբական տառերով հայերեն եւ ռուսերեն։ Ինչ եղավ Նախիջևանի հետ, Ադրբեջանը կուլ տվեց։ Հետո մեզ նույնը տվեցին Արցախում, հայկական փաստորեն Արցախը դարձավ ինքնավար մարզ։ Ինչ եղավ Արցախի հետ, բոլորս հիշում ենք, 3 տարի դեռ չի բոլորել։ Հիմա այդ ամենը արվում է Սյունիքում եւ մեզ կրկին ասում ենք ինտեգրվեք, ոչինչ, միասին տնտեսություն կլինի ինչպես Ադրբեջանի հետ Սովետական Միությունում, ինչ է լինելու է նույնը, որովհետեւ մենք կրկին ինքներս որոշում չենք կայացրել։ Եվ սա մեծագույն սխալ է, սա մեծագույն վտանգ է։ Կլինի նույնը, ինչ եղավ Հայաստանի հետ Սովետական Միության պատճառով։ Մենք կորցրեցինք Արևմտյան Հայաստանը, Նախիջևանը եւ արդեն Ռուսաստանի հետ խորհրդային Ռուսաստանի պատճառով մենք կորցրեցինք Արցախը։ Հիմա ամերիկացիներին թուրքերը օգտագործում են նույն ձևով, որ հասցնեն պոկել մեզնից Սյունիքը։ Սյունիքի պոկելուց հետո այդ Աթաթյուրք-Լենին նախագիծը, որը 103 տարի առաջ, 102 տարի առաջ սկսեց իրականացվել, ամփոփվելու է, վերջանալու է, եւ թուրքերը շատ լավ գիտեն, որ իրենք ունեն հիմա ընդամենը 3 տարի, 3 տարի անց, ոչ մի նման հնարավորություն իրենք չեն ունենա, ահա ինչու են իրանք շտապում 20 թվականին, երբ որ Թրամփը դեռ նախագահ էր, ահա ինչու իրանք շտապում են հիմա, երբ Թրամփը դեռևս նախագահ է, որովհետև Թրամփը չի առաջնորդվում ինչպես եվրոպացիներ, ինչպես Բայդենը, Քլինտոնը, Բուշը, որոնք 94 թվականին, 93 թվականին պաշտպանում էին Հայաստանը, այլ ոչ թե տնտեսական շահերը, որովհետև արժեքների համակարգ էր Միացյալ Նահանգները պաշտպանում, ինչպես հիմա Եվրոպան է պաշտպանում, եւ հրաժարվելով եվրոպական նախագծից, այն ինչ հիմա արեց Փաստորեն Փաշինյանը, մենք կորցնելու ենք այն, ինչ կորցրեցինք Սովետի ժամանակ։ Հիմա պարզապես Սովետի փոխարեն թուրքերը օգտագործում են Թրամփին։ Ոչ մի պատրանք դուք կարծում եմ չունեք, որ ոչ Ադրբեջանը, ոչ Թուրքիան, ոչ մի վարկյան չեն վարանի, չեն տատանվի Հայաստանը կլանելու եւ մեր պետականությունը ոչնչացնելու առաջինիսկ հնարավորության դեպքում, որովհետեւ դա նրանց համար գոյաբանական խնդիր է, ինչպես նաեւ մեզ համար։ Երկու բանի վրա կուզենայի, հանգամանքի վրա կուզենայի ուշադրություն դարձնել, պարոն Արշակյան եւ պարոն Խզմալյան, դուք ասում եք Հայաստանը հրաժարվեց Եվրո նախագծից։ Փաստորեն այո։ Համաձայն եք։ Իհարկե ոչ։ Չի հրաժարվել, ընդհակառակը մեծ երանդով գնում է դեպի Եվրոմիություն։ Ոչինչ չի փոխվել, ասում է պարոն Արշակյանը, դուք համարում եք այս խորհրդի կոչվածին միանալը նշանակում է հրաժարվել Եվրոմիությունից։ Ավարտեմ միտքս, այլընտրանք չի Ամերիկայի Միացյալ Նահանգների այս ծրագիրը, ներկայություն այստեղ Եվրոմիության այլընտրանքը չի։ Դա շարունակությունն է կամ ասենք ուժային ներկայություն է, Եվրոմիության ուժային մասը վերցրել է իր վրա Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Ես համաձայն եմ պարոն Խզմալյանի հետ, որ եթե մենք հանձնվենք, մեզ կվերցնեն, եթե մենք չհանձնեինք Նախիջևանը, Ղարսը, եթե մեր Միկոյաններն ու Մյասնիկյանները չհանձնեին գայի Շաշկինել հետները, եթե մեր ղեկավարությունը հիմա իրեն պահի ճիշտ այնպես ինչպես Մյասնիկյանն ու Միկոյանն էին, Նախիջևանը չէ, Զանգիբասարը, Մասիսը կվերցնեն, Երևանը կվերցնեն, այսինքն դա ես ասացի, որ դա սպառնում է մեզ անընդհատ։ Հիմա մենք կարող ենք օգտվել Ամերիկայի Միացյալ Նահանգների ներկայությունից, եթե մենք այսինքն պարտվում ենք, ես մի բան եմ զգում պարոն Խզմալյանի ասացի մեջ, որ մենք միևնույն է պարտված ենք, մենք պարտվելու ենք, փախեք, փրկվեք։ Ես կարծում եմ այդպես չի, կռվենք, հաղթենք։ Այս իրավունքների, հնարավորությունների շրջանակում մենք պետք է կռվենք ու հաղթենք։ Այն ծրագիրը դա է։ Ես ուզում եմ, որ մենք հաղթենք, չհանձնենք Սյունիքը, հետ վերցնենք Ղարսը։ Ես դա եմ ուզում, ասեմ կռվենք, նոր ուժ է գալիս, նոր ուժ։ Ցարական Ռուսաստանը գնացել է, եկել են անգլոսաքսոնները։ Ցարը հանձնեց, ցարն է հանձնել դա։ Մենք սրանց օգնությամբ հետ վերցնենք, կամ եթե չենք վերցնելու, սրանց օգնությամբ
այս նոր ուժերի օգնությամբ Եվրոմիության եւ Արևմուտքի օգնությամբ պահենք մեր հայրենիքը։ Այն ամենը դա։ Պարոն Արշակյան, դուք ինձ հենց նոր հիմա ծանր վիրավորեցիք։ Ամենայն հարգանքով Բայց այդքան բացասական բան ասել, որ նրանք բոլորը կկրված ենք մենք։ Ոչ, ես դա չեմ, պարոն։ Հիմա կտանեն։ Հիմա Արշակյան, թույլ տվեք։ Ես ասում որ Սյունիքը տալիս են։ Սահմանից հերադիտակները հանեցին։ Ինչ անենք բա։ Ես ինչ անեմ։ Մենք ենք անել, մենք ենք Հա մենք անեցինք էլի, մենք դուք ասում եք, որ դա նորմալ է։ Ես ասում եմ նորմալ է։ Թույլ տամ, ասեմ ձեզ, հիշեցնեմ, ես 2 պատերազմի մասնակից եմ։ Եվ ասել, որ ես պատրաստ եմ հանձնվել, ինձ գոնե կներեք։ Ես չեմ հանձնում, դուք եք հանձնում։ Բայց ասում եք որ Սյունիքը տարան, որովհետև իմ աչքի առաջ արվում է կոպտագույն սխալը Սյունիքի վերաբերյալ եւ ես հենց նոր դա եմ ասում Հայաստանի որոշմամբ է դուրս գալիս այստեղից Եվրամիության դիտորդական խումբը, որը 3 տարի շարունակ 4 արդեն տարի շարունակ 22 թվականից ապահովում էր մեր անվտանգությունը։ Դա Փաշինյանի, դա ԿՊ-ի որոշումն է, այլ ոչ թե իմ, որ դուք ինձ եք վերագրում, որ ես եմ հանձնում։ Ոչ, սա մեկ, երկրորդը, մենք վաղուց ունենք այդ հնարավորությունը եւ դեռևս ունենք։ Ահա ինչու մեզ պետք է միավորվել ոչ թե Միացյալ Նահանգների այս նախագծին խիստ ժամանակավոր 3 տարվա, որը արդեն անվանում է մեզ Կասպիական ռեգիոն, մենք Կասպիական ռեգիոն չենք, մենք հարավ-արևելյան Եվրոպա ենք, ահա ինչու տարիներ շարունակ մենք ստեղծեցինք եվրոպական կուսակցությունը, մենք աշխատում ենք Փաշինյանի հետ այնքան ժամանակ, մինչև որ համոզեցինք, որ պետք է պատրաստել այդ օրենքը, ընդունել այդ օրենքը եւ իրականացնել, նա չի իրականացնում մեր միակ փրկության օրենքը, Եվրամիության հայտ տալու օրենքը չի իրականացնում, նա քայլ առ քայլ հեռանում է այդ օրենքի իրականացումից, այսինքն հեռացնում է մեր միակ փրկության, եվրոպական, եվրոինտեգրացման ծրագրերը, ահա թե որտեղ է մեր փրկությունը, ես ոչ մի բան չեմ պատրաստում հանձնել, ճիշտ հակառակը, տեսեք, ինչու Եվրոպան միացավ Ամերիկայի դեմ, ընդամենը ինչ որ ինչպես ասում էր Թրամփը Iceland, երբ որ իրեն ասին կներեք Iceland, Իսլանդիա չի, Գրենլանդիա, ասել է դե սառույցի կտոր է, նրա համար Գրենլանդիան դա Դանիայի մասը չէ, դա Եվրոպայի մասը չէ, դա սառույցի կտոր է, Հայաստանը իր համար ընդամենը քարի կտոր է, Եվրոպայի համար է Հայաստանը Հայաստան, նա Հայաստանը Ալբանիայի հետ է շփոթում, Ֆրանսիան, Գերմանիան չի շփոթում Հայաստանը որևէ մեկի հետ եւ մեզ բազմիցս հրավիրել են եւ ես հոգնել եմ կրկնել նույն բանը 2024 թվականի մարտի 14-ին 504 ձայնով 4-ի դեմ Եվրա խորհրդարանը Ստրասբուրգում քվեարկել է Հայաստանի դիմումը ընդունելու կողմ, որտեղ է այդ դիմումը, որտեղ է այդ դիմումը, այն դրված է Փաշինյանի դարակում 10 ամիս, օրենքի ձևով, նա չի անում դա, որովհետև նա բոլորովին այլ շահեր է հետապնդում, նա վերընտրվելու խնդիր է դրել, իսկ վերընտրվելու խոստումը նրան տվել են ոչ թե հայ ժողովուրդը, այլ Պուտինը, Ալիևը եւ Էրդողանը, եւ հիմա նա օգտվեց ցույց է տալիս, որ տեսեք, ես Թրամփի հետ եմ խոսում, Թրամփը իր ձեռը ծնկիս վրա է դրել, աչքով է ինձ արել, իսկ մենք չենք հասկանում, թե ով է Թրամփի ականջին այդ ամենը շշնջել, այն մարդիկ, ովքեր Թրամփի հետ հանդիպել են ոչ թե 5 րոպե Դավոսում, այլ ժամեր են անցկացրել եւ միլիարդներ են դրել BlackRock-ի, որը շատ սերտ կապեր ունի Թրամփի կորպորացիայի հետ։ Մենք դա ենք տեսնում։ Մենք տեսնում ենք, որ մեզ վաճառում են հիմա, եւ ես ահազանգում եմ տարիներ, եւ հենց հիմա է պետք կանգնեցնել այդ գործընթացը։ Ասել, որ սա վտանգ է, որ մենք ունենք այլընտրանք, այլընտրանքը դա եվրոինտեգրումն է, ուրիշ այլընտրանք չկա։ Պարոն Արշակյան, ես ներողություն ավելացնեմ, ես Եվրաքվեին մասնակցել եմ Տիգրան Խզմալյանի հրավերով։ Պատկերացրեք, որ ինձ համախոհներ եք այդ։ Չէ, ոչ միայն համախոհ եմ, ես Տիգրան Խզմալյանն է ինձ հրավիրել, ես սկզբից ասում էի, որ դա հնարավոր է որ չստացվի, խայտարակ կլինենք եւ այլն։ Համոզել էին։ Ստորագրահավաքի մասին է։ Ստորագրահավաքի մասին, ուզում ասեմ, որ հավատում եք դրան։ Ոչ միայն հավատում եմ, համակրում եմ, աջակցում եմ, բայց դա արվում է այն չափով, ինչ չափով որ Եվրոպան պատրաստ է Հայաստանին ընդունել։
դեմ հասցել այս ԽԽ-ին, ինչպես ասում են բան, ԽԽ-ին ԽԽ-ն միանալուց հետո մրցակից չի, Եվրոպան շարունակելու է պատրաստ ոչ, լինել։ խանդի տեսարան պետք չի սարքել։ ԽԽ-ն ԵՄ-ին դեմ չի։ Այդ դա է, Տիգրան Խզմալյանը։ Բայց ԵՄ-ն է ԽԽ-ին դեմ, հա, պարոն Խզմալյան։ ԵՄ-ն դա ուրիշ խաղ է դա։ ԵՄ-ն համաձայն է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները այստեղ կարգ իր մերձավոր արտասահմանում այդ տերմինն օգտագործենք։ Եվրոմիությունը շատ մի 10-15 տարի առաջ հայտարարեց, որ մեծ Եվրոպայի սահմաններ, այսինքն մերձավոր արևելքը պետք է դառնա Եվրոպայի մերձավոր արտասահմանը, ռուսներից օգտվենք։ Մերձավոր արտասահմանը Եվրոպայից ինքը ծուլորեն չի ուզում, այ Գրենլանդիան, որ սառույցի կտոր է։ Ամերիկայի Միացյալ Նահանգները ասում են, որ այդ Գրենլանդիան կարող են օգտագործվել Ամերիկայի Միացյալ Նահանգների դեմ Ռուսաստանի եւ Չինաստանի կողմից։ Դանիացիներն ասում են, դուք լավ չեք պահում, վերցնում են, որտեղ դուք լավ չեք Դե պահում։ վաղն կասի Հայաստանը լավ չեք պահում, Պետք է ասի։ բայց չի վերցնի, Այդ պետք է ասի, կասի կամ կտա։ Եթե մենք մեզ լավ չպահենք, Ում կտա։ ով որ տանի, կլքի, ոնց որ լքել են մեզ, քանի անգամ են լքել, ուրեմն մենք պետք է, ոչ թե մենք պետք է, ասենք դուք ընդհանրապես ձեր շահերը մի ճանաչեք, ես ասում եմ փոխշահավետ պետք է լինի, մեր հարաբերությունները Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, դրա մասին եմ խոսում ես, փոխշահավետություն Եվրոպայի հետ էլ, եթե մենք նրանց շահը այստեղ չապահովենք, ոնց որ ռուսների շահը այստեղ չապահովեցինք, հեռացան 3 անգամ։ Ապահովենք թե մեր շահը եւ նրանց շահը պետք է համընկնի։ Դե ես ասում եմ, եթե չի համընկնում, դա հեռան, այսինքն չենք ապահովում, որտեղ չի համընկնում։ Ռուսաստանը հեռացավ, 3 անգամ հեռացել է այստեղից։ Հիմա Ամերիկան է եկել, ասում են, եթե մենք չենք կարող Ամերիկային ու Եվրոպային կռվածնել մեր համար, ընդհակառակը հարկավոր է համադրություն թող լինի Ամերիկայի Միացյալ Նահանգների ուժային ներկայությունը իր դրոշը օգոստոսի 8-ի պայմանագրով եւ Եվրոմիության արժեքային համակարգը եվրոպացիները մի քանի առաջ Տրամպին հայհոյում են, ասում են դու էլ ես եվրոպացի, Եվրոպան մի քանդի, նա էլ ասում է չեմ քանդում, աշխատեք, զինվեք, ձեր ինքնապաշտպանությունը մի դրեք իմ վրա։ Կոնստրուկտիվ վերաբերմունք։ Ես համարում եմ Տրամպը կոնստրուկտիվ է եղել, դրան ոնց են ասում են կատուները, որ մուկ չեն բռնում։ Ծուլացել են։ Հայո, ծուլացել եք, պաշտպանեք, Դանիան թող փող ծախսի, թող զորք ուղարկի։ Այդ դեպքում ինչի է Եվրամիությունը բոյկոտում, ուզում է Չի ուզում աշխատել։ Ծույլեր են։ Չի ուզում, սոցիալական ծրագիր, դա են ասում, Տրամպը դա է ասում, ձեր սոցիալական ծրագրերը 50 միլիոն ծույլ եք պահում, միգրանտ եք պահում, այ հրավիրել եք 50 միլիոն։ Հայաստանը ծույլերի հետ ինչ գործ ունի։ Չունի։ Նա գնահատում է մեզ, ասում է դուք ծույլ չեք, դուք լավ բանակ ունեք, ձեզ զենք կտանք, զինամթեր կտանք, մեր հեռադիտակներն էլ կտանենք, դուք ձեր հայրենիքը պաշտպանեք։ Ես համաձայն եմ Տրամպի հետ այդ ծրագրում եւ ՆԱՏՕ-ի հետ։ Այո, մենք պետք է հեռադիտակները փոխենք զենքով, զինամթերքով, մեր զինված ուժերով։ Բայց Միացյալ Նահանգները Ադրբեջանին են տալիս իրենց Կասպից ծովն են, Կասպից ծովը եւ այլն։ Նավակներ, Կասպից ծովը, այստեղ չի կարելի։ Շնորհակալ եմ, գովազդ հայտարարենք եթերում, շարունակելու ենք այս զրույցը, որովհետև շատ հետաքրքիր մի հարց ծագեց ինձ մոտ, կարծում եմ երկուսի։ Դրական հետաքրքիր էին, հա։ Դրանք նախորդները։ Դրանցից ավելի հետաքրքիր գուցեև։ Դե կատակ ենք անում, շնորհակալություն, սիրելի հայրենակիցներ, գովազդ է եթերում, մնացեք մեզ հետ։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության, փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։
Վաճառվում է գերմանական հնաոճ դաշնամուր 1892 թվականի արտադրության ֆոն Մուրբախ, գտնվում է գերազանց վիճակում, կինը 15,000 ԱՄՆ դոլար, հեռախոսահամար 094 115 310։ Երևան փոստը Գրանադայի ուզում, տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 փաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ, տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Սիրելի հայրենակիցներ, հիշեցնեմ, որ մենք զրուցում ենք Գերագույն խորհրդի պատգամավոր հասարակական քաղաքական գործիչ պարոն Ազատ Արշակյանի հետ եւ Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ պարոն Տիգրան Խզմալյանի հետ։ Պարոնեք, ձեր խոսքից ես դուրս բերեցի մեկ հարց։ Դուք հիշատակեցիք, սա Ռուսաստանի այսպես 100 տարի առաջվա բաներ էիք պատմում, որտեղ Ռուսաստանի դերակատարություններ մեծ եւ Հայաստանում շատ խիստ բացական են գնահատում այդ Ռուսաստանի դերը այդ ամբողջ պատմության մեջ։ Ինչի մասին է խոսքը, Նախիջևանի մասին դուք խոսեցիք, Արցախի մասին խոսեցիք, հիմա էլ ասում եք Սյունիքը, բայց հիմա Ռուսաստանը չէ, հիմա Միացյալ Նահանգներն են եւ ձեր խոսքից դուք էլ այդ դրա շարունակության ձեր խոսքում շարունակելով Խզմալյանի միտքը ասացիք, որ մենք մեզ սխալ ենք պահել, մենք չենք աշխատել, ստացվում է մեր գործոնն է, ոչ թե Ռուսաստանն է, Ռուսաստանի գործելավոճի արդյունքում ենք մենք կորցրել եւ Նախիջևանը եւ Արցախը, այլ հենց մեր գործոնն է եւ եթե այդպես է, նշանակում է այսօր էլ եթե դա Միացյալ Նահանգներից է սպառնում, նշանակում է մենք ենք մեղավոր եւ պետք չէ մատով մատնանշել Ռուսաստանի դերակատարումը եւ հարց արդյոք Միացյալ Նահանգները ինչպես եւ Ռուսաստանը սակարկելու թեմա ունեն, հարց ունեն Թուրքիայի հետ եւ նույն պատմությունը կարող է հիմա էլ կատարվել Սյունիքում Միացյալ Նահանգների ձեռամբ։ Հարցը ձեզ։ Հարցը պարզ է։ Պարզ է։ Պատասխանն էլ պարզ է։ Այո, ճիշտ այնպես։ Ահա ինչու, որպես քաղաքական գործիչ ես պարտավոր եմ ոչ թե գնահատականներ տալ, այլ ելքեր ընտրել եւ գտնել։ Եվ ես ցույց եմ տալիս այդ ելքը։ Ինչի մասին խոսեց Ալիևը Դավոսում։ Ամենակարևորը, որը Եվրանյուսը, որը նա արդեն կաշառել է, անընդհատ կրկնում է Եվրանյուսով։ Մենք ապրում ենք, ասում է Ալիևը, ուժի դարաշրջանում։ Մենք ուժեղ ենք, մենք ուժով մեր իրավունքները պաշտպանեցինք։ Ինչի ասում Եվրոպան եւ ինչի ասում Թրամփը։ Թրամփը ասում է he's a great leader, նա շատ մեծ առաջնորդ է, ասում է նա Ալիևին,
որովհետև Ալիևը կրկնում է Թրամփի խոսքերը եւ նա կրկնում է Թրամփի քաղաքականությունը։ Ինչի ասում Եվրոպան։ Եվրոպան ասում է 80 տարի աշխարհը դուրս եկավ այդ մարդակերների տրամաբանությունից եւ դուք մեզ հետ եք քաշում։ Ուժե օրենքի մեջ եք դուք մեզ քաշում։ Ինչու կործանվեց Հայաստանի առաջին հանրապետությունը, որովհետև Ամերիկան Վիլսոնի ժամանակ առաջին անգամ հենվեց օրենքի ուժի վրա եւ ինքն էր թելադրում Եվրոպային։ Վիլսոնի քաղաքական հեղափոխությունն էր, որ փոխում էր ամբողջը եւ Հայաստանը հավատաց դրան, բայց Վիլսոնին չընտրեցին եւ մենք կործանվեցինք։ Հիմա Եվրոպան իր վրա է վերցրել այն նույն առաքելությունը, ինչու է Ուկրաինան պաշտպանում, կներեք, ինչու է Եվրոպան պաշտպանում Ուկրաինային, Մոլդովային, որտեղ դիտում է նրանց արժեքային դաշտում, դուք մենք ենք, դուք մերն եք, եւ Հայաստանին դա էին ասում։ Վրաստանին այլևս չէ, Վրաստանին իջեցրեցին, ասեցին դուք մեր արժեքները դավաճանեցիք։ Հայաստանի մասին նույնն են մտածում, պարզապես չեն ասում, ինձ անձամբ ասում են դիվանագետները, ում հետ ես խոսում եմ եվրոպական, իրենք ասում են, այո, մենք տեսնում ենք։ Կայա Կալասը ամենաերևի ուղիղ քյասար կոպիտ ասած խոսացողն է, նա ասաց, մենք ակնկալում ենք, հիմա ասում է ակնկալում ենք, որ Հայաստանը, որը կարծես թե ձգտում է Եվրամիություն անդամակցելու, կիսում է մեր արժեքները, բայց դա այդպես չէ, փաստորեն։ Բայց դուք ուրիշ թեմայի մեջ եք, իմ հարցս էր, Ես կրկնում եմ, Հայաստանի գործոններ, որ մենք կորցրեցինք եւ Նախիջևանը։ Ես պարզապես բացատրում եմ ինչու մենք կորցրեցինք։ Եվ այսօր կարող են նման ձևով հայ-ամերիկյան հարաբերությունները ի վնաս Հայաստանի գործեն։ Ոչ թե կարող են, արդեն գործում են։ Եվ կրկնում եմ, դա հնարավոր է ընդամենը մի քանի տարի, քանի Թրամփը կա։ Թրամփը հավերժ չէ։ Ամերիկայում էլ են ասում դա, Եվրոպայում որոշեցին, եկեք դիմանանք, դիմադրենք եւ սպասենք, մինչեւ Ամերիկան վերադառնա, խելքի գա։ Ես չգիտեմ կլինի դա թե չէ, բայց Եվրոպայի որոշումը դա է։ Ահա ինչու են իրենք մերժում այս Ամերիկան։ Ահա ինչու Եվրոպան 70 տարի, 50 տարի չի ընդունում Թուրքիային իր կազմի մեջ։ Թուրքիան 50-ական թվականներից դիմել է, չէ, Եվրամիությունն ընդունելու։ Անմիջապես ինչ 50 թվի 50-ականներին Եվրամիությունը սկսեց կառուցվել։ Թուրքիան դիմել էր, մերժում են ինչու, որովհետև արժեքային համակարգը այլ է։ Ինչու էին հայերին, Հայաստանին առաջարկում։ Ֆրանսիան ամեն օր, ամեն շաբաթ կուրս կերծեցում։ Այստեղ գալիս են բոլոր Ֆրանսիայի նախագահի տեխնացուները։ Անունները արդեն չտամ։ Դուք վերջին անգամ երբ եք լսել Մակրոնից որևէ խոսք Հայաստանի մասին։ Էլ չեմ ասում Պեկրեսից, էլ չեմ ասում Բարդելայից։ Հայաստանը Ֆրանսիայում գոյություն չունի։ Ինչու՞։ Իրանք տեսան, որ մենք չենք գնում այդ ճանապարհով, որտեղ իրենք մեզ սպասում են, եւ պարզապես չվիրավորելու համար լռում են։ Դուք չեք նկատել, որ Ֆրանսիան գոյություն չունի այլևս Հայաստանում, չէ՞։ Վերջին ինչ արեցին, խորհրդանշանական ձևով Գորիսում փոքրիկ ինչ-որ բյուրո բացեցին, փոխանակ բանը, հյուպատոսերեն, որտեղ արդեն հասկացել էին 23-24 թվականին, որ Հայաստանը անկեղծ չէ, ավելի ճիշտ ոչ թե Հայաստանը, Փաշինյանը դա Հայաստան չէ, Թրամփը դա Ամերիկա չէ, բայց այս պահին թուրքերը եւ ադրբեջանցիները շատ լավ հասկացան, որ ունեն մի քանի տարի եւ օգտվում են դրանից։ Այո, Ամերիկան այս տարիներին, ինչպես եւ 20 տարիների, 20 թվականի պատերազմի ժամանակ Թրամփի Ամերիկան գործում է ի վնաս Հայաստանի, որովհետեւ առաջնորդվում է հակաեվրոպական եւ այս իմաստով հակահայկական քաղաքականությամբ։ Ուժի օրենք։ Փաստորեն ստացվում է Խզմալյանի խոսքով, որ ներողություն, եթե սխալ լինեմ, կրկին դուք կմիջամտեք, որ Հայաստանը եղել է մանրադրամ առաջ Ռուսաստանի ձեռքում, այսօր շարունակում է մնալ մանրադրամ, հիմա էլ Թրամփի ձեռքում։ Համաձայն եք այդ ձևակերպման հետ թե ոչ, որպեսզի հարցը ուղղվի։ Համաձայն եմ, բարձրապես ասենք ինչու, որտեղ մենք չենք ցանկանում մանրադրամի կարգավիճակից բարձրանալ։ Դա գալիս է նորից այն հարցին, որ մենք ենք մեր գործոնն է, որ մենք այդ ամենը կորցրել ենք։ Ոչ թե Ռուսաստանն է մեղավոր, կներեք, ես մինչև վերջ եմ տանում տրամաբանությունը։ Ոչ թե Ռուսաստանն է եղել մեղավոր, որ մեր իշխանավորները, մեր վերնախավը եւ 100 տարի առաջ եւ հիմա, ինչպես Լեոնիդ Ազգազյանն էր ասում, թույլ են տալիս, որ թուլամորթ վաճառվող Պարոն Արշակյան, ստացվում է մենք Ես Ռուսաստանի մեղքը կամ դահիճների մեղքը, ասենք Թուրքիայի, Օսմանյան Թուրքիայի մեղքը
չեմ հանում Իհարկե։ իրենց վրայից։ Իհարկե, Նրանք հանցագործ են։ իհարկե։ Հանցագործություն է եղել Խաչատուր Աբովյանին սպանելը։ Հանցագործություն էր։ Իդեմս Խաչատուր Աբովյանի մեզ սպանեցին, հայկական պետությունը սպանեցին ռուսները, ռուսական իշխանությունները, բայց ես ասում եմ, որ մեր ազնվականությունը չկարողացավ պաշտպանել Խաչատուր Աբովյանին, թագավորի կողքը, ցարի կողքերը նստած էին հայ ազնվականները։ Հիմա էլ նստած։ Առաջին համաշխարհային պատերազմը, Ինչ չարեցին։ Հիմա էլ ես ասում եմ, բամենք պետք է անենք։ Լավրով Սերգեյին։ Մտածեք, Լավրով Սերգեյ հակահայկական ինչ քաղաքականություն է տանում։ Դա նա օգնում է Ռուսաստանին ոչնչացնել Հայաստանը։ Ես դրա որ Միաստիկյան ու Միկոյան է ասում, այդ քաոսի ժամանակ կարելի էր Բրեստ-Լիտովսկը չստորագրել։ Հիմա որ ասում են Ղարաբաղը Նիկոլը տվեց, Ղարաբաղը տվել է Բրեստ-Լիտովսկում Տրոցկին ու Լենինը։ Բրեստ-Լիտովսկում է դա տրվել։ Բա ուր էր Հայաստանը։ Դե ես ասում եմ, բա ուր էր Միկոյան, բա գայ, Ռուսաստանում կոտորում էր ռուս ժողովրդին։ Երկաթե դիվիզիան Ռուսաստանի կենտրոնում ռուս ժողովրդին կոտորում էր։ Ինչ էր այնտեղ կռվում։ Գայ այստեղ կռվեիր։ Բայց իմ ասածը դա է։ Եկանք այսօր։ Հիմա ես ասում եմ, որ այսօր մենք իմիջիալս ճակերտների մեջ Եվրոպական կուսակցություն ազգային ժողովում քանի պատգամավոր ունի, պարոն Խզմալյան, այսօր 0։ Իսկ Վարդան Ղուկասյանը 30 պատգամավոր ունի։ Դա խայտարակություն է մեր այսօրվա համար։ Վարդան Ղուկասյանը բանտում գտնվող 30 կամ 60 պատգամավոր ունի ազգային ժողովում։ Խզմալյան Տիգրանը 0 պատգամավոր ունի։ Դա խայտարակություն է։ Դա մենք ենք արել, չէ՞։ Հա իհարկե, կարելի է Ամերիկային շահագործել, հրավիրել, հաճոյանալ, սպառնալ, Եվրոմիությանը, բարեբախտություն է, որ Ֆրանսիան հիմա ակտիվ չի այստեղ, որովհետև դժբախտության օրը Ֆրանսիան մեր կողքին է եղել միշտ, հիմա ոնց որ թե այդքան դժբախտ չենք, որ Ֆրանսիան գա շարլանզավորնել երկի։ Ձեզ պատասխանեց, պարոն Խզմալյան։ Պարոն Խզմալյան, ես իսկապես համարում եմ աղետալի, որ այսօր ազգային ժողովում դուք 30 հոգի գործընկերներ չունեք։ Որովհետև դուք չկաք։ Դուք Մենք 90 թվականին մեղավոր ենք։ հանձնեցիք։ Դուք ում եք հրավիրել այսօր բանավեճի, 2 մեղավորների, անշուշտ ես մեղավոր եմ։ Ես ընդունում եմ իմ մեղքը, Ես էլ եմ։ որ ես այսօր հնարավորություն չունեմ վճիռ կայացնելու։ Ես ընդհանրապես իմ ընկերոջ հետ, ես ասացի, չէ՞ որ ձեռքս բռնել տարել է Եվրաքվե Տիգրան Խզմալյանը իմ ծերուկիս։ Ուրեմն մենք այստեղ ենք, ոչ թե ազգային ժողովի ամբիոնից ենք այս հարցը քննարկում։ Դա մեր մեղքն է։ Հիմա ինչի մեղադրենք դրանում ռուսներին կամ ամերիկացիներին կամ չինացիներին։ Մենք պետք է առաջիկայում ընտրություններ են։ Մենք դրան պատրաստ ենք, թե չէ։ Տեսեք նրանք, Վարդան Ղուկասյանը պատրաստ է, Լավրով Սերոժը ազգանունը չի փոխում, ուրացող մարդը հպարտանում է իր ուրացած լինելով, ցարի կողքը նստող մարդ է։ Եվ նա մեզանից ընտրեց Վարդանին Ղուկասյան։ Մեզանից մեր մեջից 3 միլիոն, հա, Հայաստանի քաղաքացի կա։ Ինքն ասեց, իմ ընտրածը դա է։ Բերդում հիվանդ տղա կա։ Գյումրեցի, ես համարում եմ իկոնան հայ կերպարը նա է։ Ես չմեղադրեմ Մարգարիտա Սիմոնյանին։ Մեղադրում եմ, ասում եմ, այդ ինչ եք անում, այ բժշկյանցներ, ինչ եք ռուս ժողովրդին կոտորում, եկեք մեզ փրկեք, եկեք մեր խրամատներում կռվեք, մեր հայրենիքի համար կռվեք, ուր եք գնացել, ինչ եք Ուկրաինա ուղարկում մեր տղերին։ Բայց դուք հորդորում եք ինքներս մեզ նայենք, մենք չենք աշխատում, ասում եք։ Դե մենք հիմա աշխատում ենք երեքով, լուստրացիա ենք անում։ Պետք է, ես հիմա մեր աշխատանքի իմաստը որ իշխանությունում գտնվող աչու ձախ
Դրանք աչ ու ձախ են, չէ, ձախ այլ կենտրոն ու ձախ աչ թևը չկա այնտեղ։ Նրանք իմանան, որ իրենք մի օր պատասխան են տալու իրենց արածների համար, որ Հայաստանը անվտանգ լինի, որ Հայաստանը բարգավաճող լինի, այ մենք կռիվ ենք անում այստեղ, ես Թոշակարով, Տիգրան Խզմալյանը իր կուսակցությունով, դա հիմա ուզում ենք օգնել, ասում ենք լավ բան արեք, օգնենք, լավ մի բան արեք, ես գտնում եմ, որ ճիշտ է Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ լինելը այդ ԽԽ-ում, ճիշտ է ԵՄ-ում լինելը, սխալ է ՍՍՍՌ-ում լինելը, սխալ է ՕԴԿԲ-ում լինելը, պարտվածներ են դրանք, մեզ լքել են, դավաճան են։ Այդ դեպքում այն հարցը բոլորս հիշում ենք կամ տեղյակ ենք, որ Թրամփը իր ելույթներից մեկում վերջին 2-3 օր առաջ նա ասաց այդ նորից հիշեցրեց, որ Պուտինը զարմացել է, ասել է, գովել է իրեն, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև նա կարողացել է Հայաստանին եւ Ադրբեջանին ուրեմն հաշտեցնի եւ ասում է եւ դա այն դեպքում եւ դա երբ սա 30 տարի Պուտինի տարածքն է։ That's his land. It's his land. Land territory, մի խոսքով ես territory լսեցի։ Շատ ճիշտ է ասել։ Եվ դրանից հետո ներողություն, գուցե զուգադիպություններ, գուցե ոչ, դրանից հետո Սալավիով Դուգին այդ դուետի հայտնի հայտարարությունները եկան։ Ինչ է նշանակում Թրամփի ուրեմն ձևակերպմամբ Պուտինի տարածքն է սա։ Ով է պատասխանում։ Ում եք դիմում։ Ինձ ես եմ ասելու։ Համեցեք։ Ես կարծում եմ, որ ապտակեց Պուտինին, ասեց քո տարածքում դու չկարողացար հարցը լուծես, ես եկել լուծում եմ ու ես եմ այսուհետև այս տարածքում հարցեր լուծողը։ Թրիպով նաև թրիպն էլ ես։ Թրիպ չէ, հիմա այս խաղաղությունն էլ վերեց։ Ես կարծում եմ, որ դա էր։ Ասես 30 տարի, 300 տարի մենք Վիեննայի կոնվենցիայով եւ Ստեփանոյով Հայաստանը հայ ժողովրդի անվտանգությունը Եվրոպան տվել է քեզ, որ ապահովես, հայկական պետություն ստեղծել, դու նույնիսկ ռեզերվացիա չկարողացար պահել, ապտակեց Պուտինին, լավ արեց։ Մի անգամ էլ ճիշտ է, պարոն Արշակյանը, ես հիշեցնեմ, որ կեղծ մի հարցում համընկավ տեսակետները։ Կեղծ ձևակերպումը, որ բրիտանական նավերը չեն կարող բարձրանալ հայկական սարեր, որը վերագրվում է հիմա եւ մեկնաբանվում է, բա բրիտանացիները մեզ միշտ դավաճանել են։ Դա կեղծիք է ծերից էր, որովհետև դա ասված է ռուսներին, ասելով բրիտանացիները ասում են մենք հիմա Հունաստանով ենք զբաղված, այդ քրիստոնյաներին, որովհետև մենք նավեր ունենք, իսկ սա կղզիներ։ Բայրոնին էլ ուղարկեցին զոհվեց։ Այո, իսկ Հայաստանով հայ քրիստոնյաներով դուք զբաղվեք, որովհետև մեր նավերը չեն բարձրանա, ուրեմն ձեր բանակը պետք է գա, այսինքն այն ժամանակ Եվրոպան Հայաստանին մասին մտածելով որպես քրիստոնյա ժողովրդի, իսկ Եվրոպան քրիստոնեության արժեքների համակարգ է, ռուսներին տվեց այդ բանը, ասեց վերցրեք, սա ձերն է, ձեր պատասխանատվությունը եւ դուք եք պատասխանում այդ հնագույն քրիստոնյա ազգի համար եւ հիմա այդ միտքը Թրամփը իներցիայով ասեց իր տարածքն է, իր պատասխանատվության տարածք ասեց Թրամփը, բայց մեզ եւ ցարը եւ Լենինը եւ Պուտինը ինչ էին անում, պարզապես մեզ դարձնում են մանրադրամ։ Հիմա իմ խնդիրը ինչումն է Հայաստանը դուրս բերել մանրադրամի կարգավիճակից, որին Փաշինյանը պահում է մեզ հետ, ու միայն ավելի մանրացրեց, եթե մենք առաջ միայն Ռուսաստանի մանրադրամն ենք, հիմա Փաշինյանի ջանքերով մենք նաև Թուրքիայի ու Ադրբեջանի մանրադրամն ենք դառնում։ Իսկ ես ասում եմ ժողովուրդ, կա ընդամենը մեկ համակարգ ռազմաքաղաքական, որտեղ պետությունները մանրադրամ չեն, Բելգիայի վարչապետը ինչ է ասում, մենք փոքր երկիր ենք, բայց մենք չենք լինի Ամերիկայի ստրուկը, ինչու ենք մենք ուզում Եվրոպա գնալ, ասեց նա, նայեք, ոչ ոք չի ուզում Չինաստանին միանալ, ոչ ոք չի ուզում Ամերիկային միանալ, երկրները ուզում են Եվրամիությանը միանալ, ինչու, որովհետև ազգերին եւ անձերին Եվրոպայում հարգում են, որովհետև այնտեղ օրենքն է իշխում, այլ ոչ թե ուժը, եւ մենք դա ենք պաշտպանելու Ամերիկայից։ Դա մեզ չէր վերաբերվում ուղիղ, բայց դա հենց այն է, ինչը մեզ է համապատասխանում, մեր շահերին, ինչու է ես անվանել մեր կուսակցությունը եվրոպական կուսակցություն, այլ ոչ թե աֆրիկյան, ոչ թե ամերիկյան կուսակցություն։ Ծիծաղում են, ասում են, ինչ է նշանակում եվրոպական, որովհետև մենք եվրոպական ազգ ենք, որովհետև Տիգրան Մեծի օրոք դուք ասեցիք
քանի տարի ենք մենք եվրոպական ազգ։ Մենք հիմնադիրն ենք Եվրոպայի, Հռոմի հետ միասին 2000 տարի առաջ Արտաշատի բանով պայմանագրով 66 թվականի Քրիստոսից առաջ Տիգրան Մեծը կնքեց Եվրամիության սահմանները փաստորեն, սա արևելյան սահմանը Եվրամիության, Եվրոպան դա ասում է, Եվրոպան մեր թագավորին իր Փարիզի տաճարում է պահում, մեր պատմությունը Ֆրանսիայի պատմության մասն են համարում, մեր թագավորական թագաժառանգները Իտալիայի թագավորներն են հիմա, մեր ձեռից ստացած թագը, Սավոյները թագը մեր ձեռքից են ստացել, մենք այդ մասին չգիտենք, իսկ մեզ փորձում են հիմա կասպիական ռեգիոն դարձնել, Ադրբեջանի հետ միավորել մեր էներգետիկան, էլ ինչ միավորենք, բանակը միավորենք, չեմ ուզում շարունակել, հա, սա խայտառակ, հանցավոր սխալներ են, մենք այստեղ ենք, որ խոսենք այդ մասին, ժողովրդին բացատրենք, ոչ Ռուսաստան, ոչ Ամերիկա, ոչ Թուրքիա, մենք եվրոպական երկիր ենք, բոլոր այլ տեղերում մենք վերանում ենք, ես դա երաշխավորում եմ, ես իրավունք ունեմ դա ասելու, երկու թույլ կտակ մի նախադասություն էլ ասել, իմ քաղաքական կյանքում ես երկու օրենք եմ նախաձեռնել, մեկի մասին բոլորը գիտեն, մենք ենք նախաձեռնել Եվրամիությանը անդամակցելու օրենքը, Եվրոպական կուսակցությունը, առաջին օրենք մենք Ամերիկայում ենք նախաձեռնել, ես եղել եմ Ամերիկայի հայկական համագումարի լոբի, քաղաքական վերլուծական բաժնի ղեկավարը, մենք նախաձեռնեցինք, ես մասնակցում եմ դրան 907 այդ օրենքը, որը արգելում էր 93 թվականից Ադրբեջանին զենք վաճառել է, եւ ես ինչ պետք է հիմա մտածեմ, երբ որ այդ օրենքը, որի մասը ես էի կազմում, իմ կյանքով էի ես վճարել նաև դրա համար, հիմա Թրամփը ասում է, մենք զենք ու զինամթերք ենք վաճառելու Ադրբեջանին, իմ կյանքի 93 թվականից ամբողջ այդ գործը հիմա Թրամփը ջուրն է գցում, ու ես հասկանում եմ, որ դա իմ երկրի համար մահապատիժ է լինելու, իհարկե ես պետք է պաշտպանեմ իմ երկիրը, երբ որ պետք է պատերազմի դաշտում, այնտեղ ենք, հիմա պետք է խորհրդարանում պաշտպանել, մտնում ենք խորհրդարան, որ կասեցնենք այս նահանջը, հետ նահանջը դեպի անդունդ, ահա ինչու ենք մենք այստեղ, ահա ինչու ենք մենք թողել մեր գործերը, մեր ընտանիքները, մեր սիրած աշխատանքը, զբաղվում ենք սրանով, որ պաշտպանենք մեր երկիրը, մեր երեխաների ապագան, որը հիմա վտանգված է այնպես, ինչպես երբեք վտանգված չէր։ Պարոն Արշակյան, ինչ ենք ավելացնում։ Ինչպես ենք հատում այդ առատավոր շղթան, որը Հայաստանին մանրադրամ է դարձրել։ Ես կարծում եմ, որ արդեն հատված է այդ շղթան եւ մենք այդ ուղղությունով ինչ որ երազում է պարոն Խզմալյանը, մենք դա արդեն անում ենք։ Մեր երկիրը դա անում է։ Մենք Լավրովի հույսին չենք, ես որ Լավրովի անունը տվեցի, ուզում եմ ջնջել այդ անուն, նրա հույսին չենք, մենք ենք անելու ու մենք ճիշտ ճանապարհի վրա ենք։ Այսօրվա Հայաստանի Հանրապետությունը ճիշտ է դիրքավորվել Եվրոմիության հետ եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ։ Իրար հակասող չեն, դրանք իրար լրացնող են։ Ամերիկայի Միացյալ Նահանգները արևմուտքի ուժային ռեսուրսն է։ Քաղաքակրթական Եվրոմիությունը, քաղաքակրթություն բերող Եվրոմիությունը եւ ուժով դա պաշտպանող Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Եվ դուք համարում եք, որ վախենալ ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունների սերտացումից պետք չէ, ամեն ինչ կախված է Հայաստանից։ Ամեն ինչ կախված չէ, շատ բան կախված է Հայաստանից, մենք պետք է ճիշտ պահենք մեզ։ Ճիշտ պահելը որն է։ Փոխշահավետությունը ապահովենք Ամերիկայի Միացյալ Նահանգների շահը այս տարածաշրջանում, լինենք իր դաշնակիցը, լինենք Եվրոմիության դաշնակիցը տարածաշրջանում, ճիշտ այնպես ինչպես եղել են մեր նախնիները 2000 տարի, Կիլիկիայի հայկական թագավորությունից օրինակ վերցնենք, մենք պետք է լինենք այստեղ քաղաքակիրթ աշխարհի ֆորպոստը։ Շնորհակալ եմ, եթե խոսք ունեք ասելու, պարոն Խզմալյան, եթե ոչ, ես ավարտում եմ այսպիսով։ Եթե ունեմ 1 րոպե, այո, ունենք, 2 րոպե ունենք։ Ասվում է, որ մեզ ասում են Եվրամիությունը համադրելի չէ եվրասիական հապկի բանի հետ։ Ցավոք սրտի Եվրամիությունը հիմա Ամերիկայի հետ էլ համադրելի չէ եւ մեզ դրել են ընտրության առաջ։ Տեսեք,
իմ բաժակը կիսով չափ դատարկ է եւ սովորաբար ասում են դուք տեսնում եք որ կիսով չափ դատարկ է, պարոն Արշակյանը տեսնում է որ կիսով չափ լիքն է, քիմիական ռեակցիայի համար, որի մասին մենք խոսում ենք, Եվրոպա դառնալու համար, բաժակը պետք է լիքը լինի։ Հիմա կիսատ է այն ինչ արվում է հիմա։ Ես ասում եմ բաժակը պետք է լիքը լինի։ Այդ կեսը կիսատ պրատ միջոցները, որ հիմա արվում են, մենք մի քիչ էս անենք, մի քիչ են անենք, մի քիչ հղի լինենք, մի քիչ եվրոպացի լինենք, մի քիչ տենց չի։ Մեզնից պահանջում են այն, ինչ պահանջում են։ Դա է քաղաքական բարոյականությունը։ Դա սկզբունք է, դա արժեք է։ Մեր իշխանությունները հիմա արժեքազրկել են Հայաստանի պատմական առաքելությունը։ Ահա ինչու Եվրոպան լռում է ու չի խոսում մեր մասին, որտեղ մենք դավաճանում ենք հիմա մեր առաքելությունը Եվրոպա։ Պարոն Խզմալյան, Փաշինյանը կարող էր ոչ թե Հայաստան, այլ Փաշինյանը տվյալ դեպքում կարող էր ասել ոչ Թրամփին, այնպես ինչպես ասեց ոչ նույն Մակրոնը եւ Բրիտանիայի, ասենք թե 26 թվականի հունվարին ոչ չէր կարող։ Դրա համար նա պետք է մարտ ամսի 25 թվականի ընդուներ այն օրենքը եւ իրականացներ, որպեսզի այդ օրենքից հետո օգոստոսի 8-ի խայտարակությունը եւ հունվարի չգիտեմ 20-ի թե 17-ի վտանգավոր բաները չլինեին։ Դրա համար քաղաքականության մեջ շատ կարևոր է ժամանակը։ Նա կորցնում է այդ ժամանակը, նա կորցրել է այդ ժամանակը։ Մեր իշխանությունները տասնամյակներ են կորցրել եւ վերջին կորցնողը հիմա Փաշինյանն է։ Նա հիմա չի կարող ասել, որտեվ նա նախապես պետք է այո ասել Եվրոպային, որ հիմա ստիպված չկարողանա ասի ոչ Թրամփին։ Բայց քանի որ դուք ասում եք ես լուծումներ առաջարկող ենք, այս պահին, այսօր եւ այստեղ, ինչպես ասում են, ինչ պետք է արվի տվյալ ստեղծված իրավիճակում, քանի որ Թրամփի ուղու հետ էր երևի թե կապված եւ ասիական երկրների այդ ԽԽ-ում հայտնվելը եւ Հայաստանի եւ Ադրբեջանի այնտեղ հայտնվելը։ Մենք մեզ գցել ենք անկյունը եւ հիմա ասում ենք ոնց մենք ստեղ ենք գանք։ Ես ասում էի, որ մենք ստեղ ենք գանք։ Ասում էի ով չէ, ինչ է պետք։ Հիմա, հենց այսօր շաբաթ կիրակի օրերը թող ստորագրի եւ ուղարկի հայտ, որ մենք երկրով ուզում ենք մտնել Եվրամիություն։ Իրավիճակը արդեն 2 շաբթի կլինի այլ։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ, պարոն Այգը։ Շնորհակալություն սիրելի հայրենակիցներ։ Գերագույն խորհրդի падգամավոր հասարակական գործիչ Ազատ Արշակյանի հետ էինք զրուցում եւ Տիգրան Խզմալյանի Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահի։ Զրուցում եմ ես Գայանե Արաքելյանս։ Բարին ձեզ։